Նոյեմբերի 20-ից 30-ը լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 1990 դրամից։ Սև ուրբաթ, ուրեմն իդեալ։ Ողջույն, առաջին լրատվականի եթերում տարածաշրջան և անդին, հայացք Երևանից հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, անդրադառնալու ենք մեր տարածաշրջանում և դրանից դուրս տեղի ունեցող կարևորագույն իրադարձություններին։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դեմ է արտահայտվել Դոնալդ Թրամփի նոր ծրագրին, որը նախատեսում է Դոնբասը Ռուսաստանի վերահսկողությանը հանձնել։ Այս մասին հաղորդում է Financial Times-ը։ Ուկրաինացի պաշտոնյաները կտրականապես մերժել են ԱՄՆ-Ռուսաստան ծրագիրը, ընդգծելով, որ այն լիովին համապատասխանում է Կրեմլի առավելապաշտական պահանջներին և իր ներկայիս տեսքով չի կարող իրականացվել Ուկրաինայում։ Պարբերականի աղբյուրների համաձայն Թրամփի ծրագիրը մշակմանը մասնակցել են Կատարը և Թուրքիան։ The Economist-ի լրագրող Օլիվեր Քերոլի խոսքով ԱՄՆ նոր խաղաղության ծրագիրը նախատեսում է Ուկրաինայի զինված ուժերի 50%-ով կրճատում, Ուկրաինայում օտարերկրյա զորքերի ու դիվանագիտական ինքնաթիռների ներկայության լիակատար արգելք, ինչպես նաև Մոսկվա կամ Սանկտ Պետերբուրգ հասնելու ունակ հեռահար զենքի օգտագործման սահմանափակում։ Քերոլը նշում է, որ ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Կիևի վրա, օգտվելով կոռուպցիոն սկանդալի պատճառով Ուկրաինայի թուլացած իրավիճակից։ Ուկրաինական RBK Ուկրաինա պարբերականի տվյալներով, ըստ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների կողմից ենթադրաբար մշակված հակամարտության կարգավորման խաղաղության ծրագրի, Ուկրաինան պետք է իր սահմանադրությունից հեռացնի ՆԱՏՕ-ին անդամակցության մասին կետը, իսկ դաշինքի անդամ պետությունները պետք է հաստատեն, որ Կիևը երբեք չի միանա դաշինքին։ Միևնույն ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության դադարեցման համար երկու կողմերն էլ պետք է համաձայնեն փոխադարձ զիջումների գնալ։ Ամուր խաղաղության հասնելու համար երկու կողմերից էլ կպահանջվեն դժվար, բայց անհրաժեշտ զիջումներ, նշել է նա։ Իսկ ահա Եվրամիության արտաքին գործերի նախարար Կայա Կալասը Եվրամիության արտգործնախարարների հանդիպումից առաջ լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում հայտարարել է, որ Եվրամիությունը տեղյակ չէ Ուկրաինայի ճգնաժամը կարգավորելու ԱՄՆ նոր ծրագրի մասին, քանի որ չի մասնակցել դրա նախապատրաստմանը։ Ըստ Կալասի, Ուկրաինայի հարցով ցանկացած խաղաղության ծրագիր պետք է ներառի նաև Եվրոպան։ Հիշեցնեմ, որ օրերս հաղորդվել էր, որ ԱՄՆ վարչակազմը գաղտնի խորհրդակցություններ է վարում Ռուսաստանի հետ, մշակելով ուկրաինական կարգավորման նոր ծրագիր։ Ըստ տեղեկությունների այդ ծրագիրը բաղկացած է 28 կետից 4 հիմնական բաղադրիչներով՝ խաղաղություն Ուկրաինայում, անվտանգության երաշխիքներ, անվտանգություն Եվրոպայում և ԱՄՆ-ի ապագա հարաբերություններ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ Եվրամիությունը այսօր կհայտարարի Ռուսաստանի արդարադատության համակարգի մի քանի անդամների, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին։ Ըստ ՌԻԱ Նովոստիի, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը այդ հայտարարությունն արել է Եվրամիության արտգործնախարարների հանդիպմանը ժամանելուն պես։ Սանկտ Պետերբուրգում հարձակման է ենթարկվել Ռուսաստանում Լեհաստանի դեսպան Քշիշտոֆ Կրասևսկին։ Այս մասին հայտնել է լեհական գազետա Վիբորչա պարբերականը, նշելով, որ Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է այս տեղեկատվությունը։ Դեպքը տեղի ունեցել նոյեմբերի 16-ին, երբ դեսպանը Լեհաստանի անկախության օրը նշելու համար ժամանել է Սանկտ Պետերբուրգ տեղի լեհերի հետ հանդիպելու համար։ Կեսօրին, երբ դեսպանը իր հյուպատոսի ուղեկցությամբ ժամանել է Ալեքսանդրիայի Սուրբ Կատարինե եկեղեցում մատուցվող պատարագին, նրան շրջապատել է մի խումբ մարդ, որոնք ներկայացել են որպես ակտիվիստներ։ Ըստ տեղեկությունների, նրանք պաստառներ են կրել հակալեհական, հակաուկրաինական կարգախոսներով, ապա հարձակվել դեսպանի վրա։ Սկզբում եղել են բանավոր վիրավորանքներ, բայց հետո ակնհայտ փորձ է եղել ֆիզիկական ուժ գործադրել։ Այնուհետև միջամտել է անվտանգության ծառայությունը, թերթին ասել է Լեհաստանի արտգործնախարարության խոսնակը։ Նա նաև ընդգծել է, որ դիվանագիտը լուրջ վնասվածքներ չի ստացել։ Հիշեցնեմ, որ նախորդին Լեհաստանը որոշել է փակել Գդանսկում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը, որը վերջին հյուպատոսությունն է երկրում։ Համաշխարհային նորություններից անցում կատարենք տարածաշրջանային լուրերին։ Հաջորդ տարի Թուրքիան կհյուրընկալի COP39 գլոբալ կլիմայական գագաթնաժողովը, մինչդեռ Ավստրալիան կգլխավորի միջկառավարական բանակցությունները։ Reuters-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն Australian Broadcasting Corp ռադիոյի եթերում։ Ըստ Ալբանեզեի, կողմերը փոխզիջման են եկել։ Թուրքիան կղեկավարի COP31 գագաթնաժողովը, COP-ից առաջ միջոցառումները կանցկացվեն Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, իսկ Ավստրալիան կղեկավարի
Փետրվարի միջկառավարական բանակցությունները։ Սա մեծ հաղթանակ է եւ Ավստրալիայի եւ Թուրքիայի համար, ասել է նա։ Գործակալությունը նշում է, որ Թուրքիան COP31-ը կհյուրընկալի Անտալիայում։ Ավելի վաղ այս շաբաթվա սկզբին Ալբանեզեն հայտարարել էր, որ իր երկիրը Թուրքիայի հետ համատեղ չի հյուրընկալի COP31 կլիմայական գագաթնաժողովը։ Հիշեցնեմ, որ Ավստրալիան եւ Թուրքիան 2022 թվականին COP31-ը հյուրընկալելու հայտ են ներկայացրել եւ ոչ մի երկրի հետ հայտ չի վերցրել իր թեկնածությունը, ինչը հանգեցրել էր երկարատև անորոշության։ ԱՄՆ-ն արգելափակել է Հունաստանի միջոցով Ուկրաինային ադրբեջանական գազի մատակարարումը, այս մասին նշում է հունական Կաթիմերինի պարբերականը կառավարության աղբյուրներին հղում անելով։ Նշվում է, որ հաղորդման պատճառը ԱՄՆ-ի պահանջն է Ուկրաինային իր հեղուկ բնական գազը վաճառելու բացառիկ իրավունքի վերաբերյալ։ Նշվում է, որ անցյալ կիրակի Աթենքում պայմանագիր է կնքվել ուկրաինական Նավտոգազի եւ հունական Ակտոր գրուպի եւ Դեպայի կողմից ստեղծված Atlantic Sea LNG Trade նոր ընկերության միջև։ Պայմանագրի համաձայն Հունաստանը պարտավորվում է 2025 թվականի դեկտեմբերից մինչև 26 թվականի մարտը Ուկրաինային մատակարարել ամերիկյան հեղուկ բնական գազ ուղղահայաց միջանցքով Բուլղարիայի եւ Ռումինիայի միջոցով։ Հունական կառավարության աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ-ն վետո է դրել այս երթուղով ադրբեջանական գազի մատակարարման վրա, քանի որ տրանսադրիատիկ խողովակաշարի միջոցով Հունաստան մատակարարվող ադրբեջանական գազն ավելի էժան է, քան ամերիկյան հեղուկ բնական գազը եւ ԱՄՆ-ն մտահոգված է մրցակցությամբ։ Վաշինգտոնը ձգտում է հասնել Ուկրաինային Հունաստանի միջոցով գազ մատակարարելու բացառիկ իրավունքի։ Ըստ ԱՄՆ-ի պահանջների Atlantic Sea LNG Trade-ի եւ Նավթոգազի միջև կնքված համաձայնագրի սահմանվում է, որ ադրբեջանական գազի մատակարարումները ուղղահայաց միջանցքով հնարավոր են միայն ֆորս մաժորային իրավիճակների դեպքում։ Սա նշանակում է, որ եթե որևէ պատճառով Atlantic Sea LNG Trade ամերիկյան հեղուկ գազի առաքումը ուշանա կամ առաջանա տեխնիկական խնդիր, հունական ընկերությունը կկարողանա օգտագործել թափի միջոցով մատակարարվող եւ Դեպայի կողմից պահվող ադրբեջանական գազը Նավթոգազի նկատմամբ իր պարտավորությունները կատարելու համար։ Տեղափոխվենք Վրաստան, այդ երկրի վարչապետ Իրաքլի Կոբախիձեն արտասահմանում բնակվող Վրաստանի քաղաքացիների խորհրդարանական ընտրություններին մասնակցելու արգելքը բացատրել է օտարերկրյա իրավազորությունների եւ ֆիլտրացված տեղեկատվության ազդեցությամբ։ Նա այս մասին հայտարարել է ԻՄԵԴ-ի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Միայն այս կերպ կարող է պաշտպանվել պետական ինքնիշխանության սկզբունքը, ընտրողը պետք է կատարի տեղեկացված ընտրություն։ Երբ մարդն ապրում է արտասահմանում, նա լիովին կախված է ֆիլտրացված տեղեկությունից, ասել է Կոբախիձեն։ Նա կարծում է, որ քաղաքացին կարող է տեղեկացված ընտրություն կատարել միայն այն դեպքում, եթե անձամբ ծանոթանա երկրի միջավայրին եւ դրա հիման վրա որոշի աջակցել որևէ քաղաքական կուսակցության թե ոչ։ Կոբախիձեն նաեւ պնդում է, որ անցյալում վրացական սփյուռքը ընտրություններից առաջ օգտագործվել է սպեկուլյացիաների համար։ Կա նաեւ միջազգային պրակտիկա, ուստի այս որոշումը անթերի է ինչպես իրավական, այնպես էլ ընդհանուր հիմնավոր տեսանկյունից, ասել է Վրաստանի վարչապետը։ Ներկայումս արտերկրում գտնվող Վրաստանի քաղաքացիները չեն կարող մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, բայց նրանք կարող են քվեարկել խորհրդարանական ընտրություններում, դեսպանատներում եւ հյուպատոսություններում տեղակայված ընտրատեղամասերում։ Կառավարության կողմից նախաձեռնված փոփոխությունների ընդունումից հետո նրանք կկարողանան քվեարկել միայն Վրաստանում։ Նշվում է, որ արտերկրում քվեարկության արդյունքները սովորաբար տարբերվում են երկրի ներսում քվեարկության արդյունքներից։ Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության կառավարիչների խորհուրդը սկսել է քննարկել Իրանի կողմից երաշխիքների համաձայնագրի պահպանման հետ կապված հարցերը, սակայն դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ եվրոպական եռյակի Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի կողմից ԱՄՆ աջակցությամբ պատրաստված բանաձևի նախագծի քվեարկությունը հետաձգվել է եւ տեղի կունենա արդեն այսօր։ Ավելի վաղ իրազեկ աղբյուրը Իրնալ լրատվական գործակալությանը հայտնել էր, որ կառավարիչների խորհուրդը որոշել է իր նիստն ավարտել չորեքշաբթի օրը կենտրոնական Եվրոպայի ժամանակով ժամը 19-ին եւ առաջարկվող բանաձևի քվեարկությունը տեղի կունենա այսօր արդեն 5-շաբթի։ Դիվանագիտական աղբյուրը նաև նշել է, որ փաստաթղթին դեմ մի քանի պետությունները համատեղ հայտարարություն են պատրաստել, որում զգուշացնում են այս հակաիրանական քայլի հետևանքների եւ Իրանի ու ՄԱԳԱՏԷ-ի միջև համագործակցությունը խոչընդոտելու ռիսկի մասին։ Ըստ հաղորդագրությունների, եվրոպական եռյակը ԱՄՆ աջակցությամբ ներկայացրել է բանաձևի նախագիծ, որում ընդգծվում է գործակալությանը Իրանի միջուկային նյութերի հայտարարագրված պաշարների վերաբերյալ ավելի ճշգրիտ տեղեկատվության անհապաղ
հասանելիության անհրաժեշտությունը։ Փաստաթուղթը, որը հղում է կատարում 2025 թվականի սեպտեմբերին արևմտյան երկրների կողմից վերականգնված համարվող որոշումներին, նշվում է, որ Իրանը պարտավոր է դադարեցնել հարստացման եւ վերամշակման հետ կապված բոլոր գործունեությունը, ներառյալ ծանր ջրի հետազոտություններն ու մշակումները։ Նախագծում նաեւ կոչ է արվում Իրանին պահպանել լրացուցիչ արձանագրությունն ու ամրապնդել տրամադրել լիարժեք տեղեկատվություն իր հարստացված ուրանի եւ ատոմային էներգիայի միջազգային գործակալության պաշտպանության շրջանակներում գտնվող օբյեկտների կարգավիճակի մասին։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, մնացեք առաջինի հետ։